Օգնել կարող ենք ամենքս բարեգործական նախաձեռնության շրջանակներում շարունակվում ենք բարեգործական աջակցություն ցուցաբերվել Վանաձորի անապահով բազմանդամ ընտանիքներին։ Այս անգամ Վանաձորի 3 ընտանիքներ ստացան սնունդ՝ Ալիուշ, Շաքարավազ եւ Ձեթ։ Այս ընտանիքները պարբերաբար ստանում են նմանատիպ օժանդակություն։ Ձմռանը նրանց աջակցել են նաեւ վառելիքով։ Մենք դիմեցինք Վանաձորի քաղաքապետին խնդրանք առաջարկով, որպեսզի համայնքի կողմից նրանց եւս որոշակի օժանդակություն ցուցաբերվի սննդի տեսքով։ Ընտանիքներում օգնությունը եղել է պարբերաբար։ Ընտանիքներից մեկն ապահովել է բնակարանով։ Օժանդակություն է ցուցաբերվել նաև Երևանից եւ արտասահմանից, հագուստի տեսքով։ Օգնության համար դիմել են նաև Ստեփանավանի եւ Բովաձորի համայնքի ղեկավարներին, որոնցից ստացել են բացասական պատասխան։ Պատճառաբանությամբ, թե բյուջեում նման տիպի աջակցության համար գումար չի հատկացվում։ Լվասկի մաշիններ բերել, երեխայի բարակյալներ բերել, կատի փոշին, պամպերսներ բերել։ Շատ ինձ անակնկալ սպասվեց այդ օրը, որ մեր Էդվարդը մեզ ուրախացրեց, ահագին բան փոփոխվեց մեր ընտանիքում։ 5 երեխա են, 3 տղա են, 2 աղջիկ են, փոքրը 2 տարեկան է, փոքրի մեծը 4 տարեկան է, աղջիկը 12-ը, այն մի տղեն 14-ը, մինել սեպտեմբերի 14-ին դառնում է 16 տարեկան։ Ինչքան դիմել եմ օգնություն չենք ստացել, բացի օգնությունից, էլ հագուստ, էլ ուտելիք, էլ 10,000 էլ տվել է, որ թորիս համար կոշիկ եմ առել, էլ ասելու էլ հնարավորություն չունեմ ինչքան օգնել են, եթե դրսից օգնել են ինձ, իր կազմակերպությունով են օգնել։ Ամեն ինչով էլ ապահովել եմ այս տնօրենով, վառելափայտով, հագուստով։ Մենք շատ շնորհակալ ենք Էդվարդ եղբայրից այս կազմակերպության, որ մեզ աջակցել է։ Մենք դրա կարիքը շատ ունենք։ Ընտանիքում քանի երեխա։ 4 երեխաներ է, մեծս մանկուց հաշվանդամ։ Նախաձեռնության շրջանակներում գործում է նաև մեկ խաղալիք, մեկ մանկական ժպիտի դիմաց ծրագիրը։ Մենք հավաքագրում ենք ընդհանրապես փոքրիկ խաղալիքներ, գունավոր խաղալիքներ, գունեղ խաղալիքներ, հունիսի 1-ին երեխաների տոնին ընթരാճ Վանաձորի Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նվիրելու, մեկ խաղալիքով մեկ ժպիտ պարգևելու համար։ Ասեմ, որ արդեն իսկ ունենք բավականաչափ խաղալիքներ հավաքած, որոնք տրամադրել են հենց մայրաքաղաք Երևանից, Վանաձորից մեզ դեռևս արձագանքողներ եղել են, բայց մենք որևէ բան չենք ստացել։ Դա է մեզ համար աջակից կողմ այս պայծառությամբ հանդիսանում է Լոռու մարզպետարանը, մեզ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Լոռի ջերմուխ պետ Հարություն Անտոնյանը, աջակիցներ որպես այդպիսին հիմնական իրենք են։ Այլ մարդիկ նախաձեռնությունը չունի, մենք աշխատում ենք շարքային քաղաքացիների միջոցով, որոնց հայտնում եմ շնորհակալություն բոլոր ընտանիքների բոլոր խնդիրները լուծելու համար։ Քրիստինե Մելիքսեթյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։